Փարքներդեհին։ Այսօր խոսելու եմ կուտակված հարցերից եւ դե բնական է աշխարհի այսօրվա թիվ 1 պատերազմը արդեն էլ ռուս-ուկրաինականը չէ, Իրան-Իսրայել-Ամերիկա պատերազմն է եւ խոսեմ Հայաստանի ներքաղաքական այս իրավիճակից մեզ վերաբերող հարցերից, ինձ հարցեր են ուղղել Սամվել Կարապետյանի Տաշիր Սամոյի հետ կապված հարցեր են առաջացել մարդկանց մոտ, կպատասխանեմ, բայց սկզբից անցնենք շատ հետաքրքիր է Նիկոլ Ինգեր Թրամփը, այդ ճակերտների մեջ էլի, որովհետև Թրամփն ասել էր որ տեղդ նեղելնի կզանգես, Նիկոլ Ինգեր Թրամփը իր ՆԱՏՕ-ի անդամ ընկերներին վաղ կուտ անվանեց, ինչ որ ասում է եկեք հասեք օգնության, չեք շարժվում տեղներից չեք բանանում, շատ հետաքրքիր է, չէ՞։ Մի քանի օր առաջ ասում էր ձեր որից մեկի օգնությունը ինձ պետք չէ, ես մենակ էլ այս հարցերը կլուծեմ։ Իրականում Ամերիկան այս հարցերը ինքնուրույն էլ կարող է լուծել, բայց Թրամփի նման փոփոխական խոսակցական նյութը շատ, եթե խորն եք նայում, ասենք, ես միշտ ասել եմ, որ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներին լուրջ եմ վերաբերվում, բայց Թրամփին լուրջ չեմ վերաբերվում, անկեղծ ասեմ, բայց ոնց որ թե այս աշխարհում, այս պահին Ամերիկային ձեռք է տալիս Թրամփի, այսինքն անկանոն, անկայուն ինչ-որ մեկը, որ մի օր գլխից խոսի, մի օր ոտքից խոսի, ինչ է տեղի ունենում։ Իրականում այդ Հորմուզի նեղուցը, ասենք, Պարսկաստանը, որ այս պատերազմը այտենց գնաց, հույս ունենալով, որ իրենք կաջակցեն, բանից պարզվում է իրեն չեն կարողանում աջակցել, վախվխորած, տագից, թաքուն փորձում են աջակցել, բայց այդ էլ տեսանք Կասպից ծովում էլ ահագի նավեր, մի 4-5 նավ խորտակվեց ռուսական օգնությունը Պարսկաստան տեղափոխող ու շատ հետաքրքիր է Ադրբեջանի տարածք օգտագործվել է, թե չէ, դրա ձենը դուրս կգա շուտով, բայց ես դրանից չեմ ուզում խոսել, շատ հետաքրքիր է, չէ, ասենք այդ Հորմուզի նեղուցով Ամերիկայի Միացյալ Նահանգները իր էներգետիկ պաշարի 1%-ն է տանում, բայց Ճապոնիան, Եվրոպան, Չինաստանը, ամենաշատը Չինաստանը ու Ճապոնիան են տանում 90% մոտ։ Ինչ արեց։ Վենեսուելան ռուսների ձեռքից խլեց, այսինքն ոչ միայն ռուսների, չինացիների, ռուսների։ Ու այդ նեղուցում կռիվ սարքեց։ Ու աշխարհի բոլորի եւ իր դաշնակիցների եւ մեծամասամբ Չինաստանի տնտեսության հերը անիծվում է։ Ամերիկայում էլ բենզինները որոշակի թանկացել են, բայց Ամերիկան տեղ ունի դիմանալու, բայց ինքը ամբողջ աշխարհին սա հարվածում է ինքը կոնկրետ ամբողջ աշխարհին, ոչ թե իր դաշնակիցներին ուղղակի ձեռք հետ, չէ, հենց կոնկրետ բոլորին խեղճացնում է։ Սա հատուկ քաղաքականություն է։ Ուղղակի տվել են գժի ձեռը, ասում են դու օրորի, որ Ամերիկայի ես մի առիթով ասել եմ, որ վաղը երբ որ արդեն ամեն ինչ բանը բանից անցնի, Թրամփին կդատենք, ասեն դե Ամերիկան գաց թե ես ինչ անեմ, այդ կիսախելագարներ եկել էր դարձրել նախագահ ինչ ուզում անում էր։ Բայց ելի եմ ասում, Թրամփը չի կարող Ամերիկայի հետ կապված աշխարհում մի հատ այնպես գործողություն անել, որ դա Ամերիկային խնդրեմ դառնա, էլի, Ամերիկան լուրջ պետություն է, խորհրդային պետությունն է կառավարում Ամերիկան։ Ուղղակի ինչպես պարոն Պապյանն ասեց, Թրամփն էլ Ամերիկայի Նիկոլն է, ուղղակի որ Ամերիկան պետություն է, այդ բանը, այդ Նիկոլի հասցրած ոչ թե վնաս է, լավություն է անում, էլի։ Իր սրած ծուրն է կամել ավելի շուտ, ինչի Նիկոլը, որ Նիկոլնով է։ Այսպիսի հետաքրքիր բաներ է տեղ ունենում եւ համել ինքը ստուգում է, տեսնի Չինաստանը բաց երբ է այսպես աջակցելու։ Իմիջիալուց ասեմ, չինական զենքի հետ կապված բողոքներ կան շատ, թե հակաօդային համակարգի, թե ինքնաթիռների, թե տանկերի հետ կապված։ Օրինակ, այդ նույն Պակիստանը, որ ասենք պատժամիջոցների տակ է, արևմտյան զենք չի կարող ձեռքբերել, հիմնականում Չինաստանն է սպասարկել, եւ Հնդկաստան-Պակիստան մի քանի օրը, որ անցած տարի պատերազմ եղավ, սրանց հոպը չկարողացավ Հնդկաստանի, ասենք, հրթիռների եւ ինքնաթիռների դեմն առնել, խոցեցին, ջարդեցին հնդիկներն, ավիրեցին։ Սրանք չինացիներին ասել էին, ձեր տեխնիկան լավ չի աշխատում, չինացիներն էլ ասել էին, թե ձեր մասնագետները չեն կարողացել օգտագործել, տեխնիկան շատ լավն է։ Հիմա այդ նույն խնդրեմը պարսիկներն են բարձրաձայնել։
նախ այն ամառը 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ Ամերիկայից B2-ը դուրս եկավ, հանգիստ Ամերիկայից է, ոչ թե ասենք բաներից, իր բազաներից Իրանի մոտ։ Ամերիկայից դուրս է եկել է դիկտատորը, եկել է մտել է Պարսկաստան, 5-6 կարևոր ռազմավարական կետեր խոցել է, դա դեռ գնացել է, ոչ մի բան չեն կարողացել անել։ Այդ ինքնաթիռը քանի ժամ օդում է եղել, չեն իմացել ձևը պաշտպանվելու կամ գալու, հասկանում եք։ Եվ էլի բողոք է գնացել Չինաստանի վրա, այս անգամ պարծիկներ նորից նույն մեղադրանքը, թե ձեր մասնագետները ճիշտ չեն կարողացել օգտագործել ձևը, չգիտեմ բան։ Այսինքն միշտ առնողն է մեղավոր, էլի, այսինքն այդ ապրանք արտադրողը մեղավոր չէ։ Ինչ-որ տանկերը, ասում է, էժան տանկեր կան, որ $5 միլիոն արժեն, 10 չեն օրինակ, բայց տանկ է, էլի, ասում է, դրանք նախատեսած են մինչև 400 արկ կրակի, հետո նոր այդ իր փողը վերանորոգեն կամ փոխեն, ասում է, մի 200 չէր հասցնում, ասում է, արդեն դեֆորմացվում էր։ Հիմա ուզում եմ հասկանամ, որ այդ սովետ է, էլի, Չինաստանն էլ է սովետ, շատ է անունը թնդում Չինաստան։ Հիմա ասում եմ, միգուցե որ տեսնում է իր տեխնիկան ուրիշտեղ փորձում են, ասած արդյունավետ չի, վախենում է, չգիտեմ, սա էլ Չինաստանի հետ կապված, այսինքն մինչև պատերազմ չի լինում, ձենը դուրս չի գալի, չես իմանում, ով ոնց է պատրաստված։ Այսինքն Ռուսաստանի պես աղմուկ է, էլի, ավելի շատ աղմուկ են անում, որ իրենք երկրորդ բանակ, առաջի բանակ, թիվ 1 ես ինչ, չգիտեմ, ես ինչ։ Աշխարհի վիճակը այսպես է, այսինքն Իրանի դեմ պատերազմը փաստորեն ուղղված էր, ես կասեի, աշխարհի դեմ։ Ես այդպես եմ հասկանում, ոչ մեկից չեմ լսել այս բառը, այսինքն ոչ թե դա ուղղված էր հենց կոնկրետ որտեղ Ամերիկան միշտ ճեշտում է, մեզ անգամ իշխանափոխություն պետք է, թող դրանք խելոքանան, մեր ուզածով, մեր սրտով գնան, ոչ ուզում եք տարածքը տրոհվի, ոչ ես, ոչ են։ Այդ ինչու չեն ուզում, որ այդ տարածքը տրոհվի, որ երբ պետք է լինի, որ նորից այդ էներգետիկ, այդ Հորմուզի նեղուցը փագեն, այսինքն Իրանը նորից փագի, որ աշխարհի տնտեսությունը հետ ընկնի, Ամերիկային չգան հասնեն։ Անկամ իր դաշնակիցները, այո։ Հիմա եթե ինքը Հնդկաստանին ուզում է Չինաստանին, որ ասում են հյուսիս-հարավ, Հնդկաստանին ուզում է բերի Իրանով, Հայաստանով, Վրաստանով տանի Եվրոպա, որ Չինաստանին մրցակից լինի, Չինաստանի ապրանքաշրջանառությունը պակասի, որ Չինաստանը չզորանա, Հնդկաստանը գա տեղը, ինքը այդ նույն բանը Հնդկաստանի հանդեպ է անելու, գալու է մի բան անել Հնդկաստանին հակակշիռ ուրիշին է զարգացնելու։ Էս է, այդ պետությունը մտածում է ինքը որ միշտ մնա առաջին համարը։ Դաշնակիցներին օգնում է, բայց չի թողում որ ոնց շատ էսպես մոդենան իրեն։ Իրոք դա այդպես է, ես այդպես հասկացա։ Անցնենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Սամվել Կարապետյանի հետ կապված հարցեր կան, որ պարոն Պապյանը հստակ պատասխանել է մի քանի հեռուստաընկերությամբ, որ մենք չենք աջակցում Տաշիր Սամոյի քաղաքական ուժին, իրենց հրավերին էլ չենք ընդունելու, այսինքն պարոն Պապյանի տեսակետները ես էլ եմ կիսում, մենք այդ քաղաքական թիմի հետ գործ չունենք, մենք ուղղակի համեմատության մեջ մենք չէ, պարոն Պապյանը շոշափել է մարդկանց ընկալումը, ոչ թե իր ընկալումը, ինքը գիտի Սամվել Կարապետյանն ով է, ինքը գիտի Նիկոլ Փաշինյանն ով է, Ռոբերտ Քոչարյանն ով է, Սերժիկ Սարգսյանն ով է, լավ գիտի դրանց Պուտինին, շատ լավ գիտի, բոլորի տեղն էլ գիտի, բոլորի ձևն էլ գիտի։ Մարդ խոսել է ընկալման մասին եւ էլի կրկնել է, պնդել է, որ համենայն դեպս Տաշիր Սամոն չի ասում Արցախն Ադրբեջան է։ Դա առաջընթաց է, իհարկե առաջընթաց է։ Տաշիր Սամոն չի ասում, որ ցեղասպանություն չի եղել։ Հասկանում եք, այդքան մինուսի մեջ գոնե մի երկու պլյուս կա։ Եվ իրականում, ասենք հարցեր կար էլի, լավ դուք Տաշիր Սամոյին ռուսամետ կամ պուտինական համարում իհարկե։ Բայց ոչ թե ինքը որ հատուկ բան, Տաշիր Սամոն, ասենք, այնքան ցավ ու դարդ ուներ իրան քաղաքականությունը պետք չի։ Ես արդեն սա ես խոսում եմ իմ փոխարեն։ Ինքը իր այդ ցավոտ գլուխը, ոչ թե անցավ գլուխը, երբեք չէր դնի
Էն էլ այս վիճակում, երբ որ իսկապես Հայաստանի ինքնության, հայ ժողովրդի ինքնությունը Նիկոլը հանել է վաճառքի։ Հասկանում եք, ազգային ոչ մի բան չպետք է լինի։ Անկամ բանի ազգային բառը հանես, չէ՞, օպերայի բալետի շենքի բանի վրայից։ Մեր ազգային բառից այդ մարդը Նիկոլն ասել է խույս տուր, ազգային ինչ ազգի, հայն ինչ ազգ է, որ ըստ իրենց։ Հիմա ես ուղղակի որ ինքը Ռուսաստանից է եկել, շատերի մոտ ասենք ասում դե որ Ռուսաստանից է եկել, Պուտինից կախված է։ Այո, Պուտինից կախված է, Ռուսաստանից է եկել, բայց ոչ բոլոր Ռուսաստանից եկածները կարող են Պուտինից կախված լինել։ Ասենք հələ օրինակ պատկերացրեք երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանը ողջ լիներ։ Արցախահայ, ռուսական օլիգարխ, փողատեր։ Նա ոտից գլուխ ազգային մարդ էր։ Եթե ինքը ողջ լիներ, եթե Պուտինները գլուխը չուդեին այդ մարդու, ես չգիտեմ Տաշիր Սամոնները ինչով էին զբաղված Ռուսաստան, փորձեցին այդ մարդուն աջակցել, օգնել, թե չփորձեցին կթան անիմաստ է, մեկ է Պուտինը իր ասածներ անելու, մեկ է Ալիևը պատվերը ուղարկել էր, մեկ է, չգիտեմ, հայկական Հայաստանի դորվա ռեժիմը դենց էր ուզում Ռոբասերժը, հասկանում եք, այն մարդը, բայց ռուսական օլիգարխ էր։ Հիմա պատկերացրեք ինքը ողջ լիներ ու գար քաղաքականությամբ սկսեր զբաղվել։ Ես համոզված եմ, որ ողջ լիներ գալու էր եւ սկսելու էր զբաղվել։ Եվ ասեմ ոչ ավել ոչ պակաս մեր հետ էր զբաղվելու, ազգային ուժի հետ։ Որտեղ ինքն դեռ են Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի ժամանակ ազգայինը իր մեջ զգացնել էր տալի։ Ոչ թե չէ կարող ասել, որ ինքը Կրեմլի բանը Ռուսաստանից եկել, ուրեմն Պուտինի բան էլի, ասես Պուտինի Դրանք կերան Պուտինները այդ մարդու գլուխը։ Եթե Տաշիր Սամոնի գլուխ չեն կերել, ուրեմն Տաշիր Սամոնը ենթարկվում է այդ մարդկանց։ Այստեղ մի հատ բայց կա։ Տաշիր Սամոն կիսել է իր թիմը Ռոբերտի եւ Սերժիկի թիմերից, ասենք, կիսել է, բան մարդիկ է տարել այնտեղ։ Պատկերացրեք Պուտինը սատկեց։ Ռոբերտն էր, Սերժիկն էր, Նիկոլն էր Պուտինի հետ ունեն հանցանքություններ արած Հայաստանի հանդեպ։ Եվ Ռոբերտը, եւ Սերժիկը, եւ Նիկոլը Հայաստանի հանդեպ ծանր հանցանք են գործել Պուտինի օրոք, այսինքն Պուտինի կարգադրությամբ, Պուտինի գլխավորությամբ։ Այս մարդը հələ չի արել լուրջ բան։ Հա? Չի արել։ Ու պատկերացրեք այսօր, այսինքն ինքը այն երեքը, օրինակ ոչ Լևոնը, ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, այսինքն քարյակը Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, սրանց ձեռք չի տալի անկախ Հայաստանը։ Այդ ձեզ ասեմ իմացեք։ Սրանց անկախ Հայաստանը ձեռք չի տալի, որովհետև այս 4-ն էլ պետության հանդեպ հանցանք ունեն արած։ Սահմանադրական կարգ խախտել են, 4-ն էլ։ Դավաճանել են, 4-ն էլ։ Այսինքն եթե Հայաստանը մնաց անկախ ու ազգային իշխանություն եկավ, այս 4-ն էլ պատասխանատվության են ենթարկվելու։ Նիկոլի պես չեն ասելու, հեսա հանցագործ ասնի գնա։ Չէ, մենք եկանք իշխանության, այս 4-ն էլ դատվելու են։ Այսինքն սրանց ձեռք չի տալ, եթե մնա պետությունը, իրենցից պահանջ է ներկայացնում իրենց հանդեպ։ Եթե չլինի Հայաստան, իրենցից որը եթե չկա պետություն, չկա պահանջատեր։ Այս սրանց ձեռք է տալի, որ Հայաստան չլինի։ Նրանց ուզում է Թուրքիայի վիլայետը, ուզում է ռուսական գուբերնիալնի, բայց անկախ չլինի։ Գլուխ չունենա, բան չպահանջի։ Չասի Լևոն ես քի սենց արեցիր, Ռոբերտ բայց ինչի սենց արեցիր, Սերժիկ ինչու սենց արեցիր, Նիկոլ ինչի սենց արեցիր։ Տաշիր Սամոն վախենալու բան չունի։ Պուտինի սատկելու դեպքում ես չեմ երաշխավորում իրեն, բայց մարդը էլի կարող է իր մեջ ազգային բան արտնանա, ասի դե որ չկա, մենք գնում ենք ազգային ճանապարհով, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա։ Օրինակ, ինքը վախենալու բան չունի, բայց այն քարյակը վախենալու բան ունի, որովհետև սրանք սահմանադրություն են, կարգ են խախտել, չէ՞։ Արցախ են անկախացրել, գնացել են ապօրինի բանակցել են Արցախի շուրջ, Արցախ են Ադրբեջան ճանաչել, հասկանում եք, չաշված էլ հոկտեմբերի 27, էլ մարտի 1, 44-օրյա պատերազմ, 100-օրյա պատերազմ, են մի քանի պատերազմ, Նիկոլի օրը քանի հատ պատերազմ եղավ, խաղաղությունից է խոսում, իր չափ պատերազմ ոչ մեկ չի բերել Հայաստանի, բայց խաղաղությունից է խոսում, ու հետնել այդ խաղաղությունը գրպանից չի անում, ծոցագրպանում դրած է,
Ինչ կնդրեք, այս խաղությունը կկիրառեմ։ Չէ, գնացեք կորեք, ձեր հերն էլ անիծած։ Ժողովուրդը առուտուր է անում։ Խաղությունը Արցախով է ժողովուրդը հարաբերվում։ Այս իմ տեսակետն է, թե Տաշիր Սամուի հետ կապված, թե Ռոբերտի, թե Սերժիկի, թե Նիկոլի։ Բայց որ ուղղակի շատ ձգվեց այս Իրանի հետ կապված երևույթը։ Ամերիկան էլ իր հերթին, օրինակ մեզ հարվածեց մեր քաղաքական թիմին։ Երբ որ ասեց օգնեց Նիկոլին, չգիտեմ, ասեց կաջակցենք, փող տվեցին եվրոպացիները, չէ, հասկանում եք, մենք փողի կարիք ունենք, Նիկոլը փողի կարիք չունի, բայց Նիկոլին ֆինանսավորում է, հասկանում եք, այսինքն մրցակցությունից մենք ընդհանրապես հետ ենք ընկնում։ Մեր քաղաքական թիմը, որ ազգային է, մենք արդեն տուժում ենք։ Ամերիկայի տեսեք, որ ասում ենք, չէ, Ամերիկայի հետ դաշնակցենք, բայց երբ որ Ամերիկան սխալ բան է անում, քննադատում ենք, չէ։ Մենք պուտինականների պես գլուխներս կախ չենք անում, էլ ասենք Պուտինը ինչ կասի, դա է օրենքը։ Չէ, իսկապես այս պահին, թե հիմի հետո Ամերիկանը ինչ կանի Բևերի հանդեպ կամ Հայաստանի հանդեպ ասել է, թե ոչ թե Բևերի հանդեպ։ Եթե Թուրքիային հարվածեցին Իսրայելը, եթե այդ կա շատ են ասում հաջորդը Թուրքիան է։ Թուրքիան հարվածելու համար ազգային պետություն է պետք Հայաստան, որ Թուրքիայից պահանջի։ Նիկոլը չի պահանջի, նա ցեղասպանությունն էլ է վրացել են էլ, այսինքն Նիկոլը չի լինելու։ Բայց մինչև այդ դիմանալ է պետք։ Իսկ դիմանալու համար մենք պետք է առաջանցիկ քայլ անենք։ Այսինքն մենք պետք է Ամերիկային ասենք, չէ, ընկեր ջան, եթե դու աջակցում ես, այս մարդկանց գլխավորությամբ պետք է աջակցես։ Այսպես բաներ կան։ Դրա համար ասենք մենք այս պահին, չնայած ինչքան ուշ այնքան լավ որոշումը մասնակցելու կամ չմասնակցելու։ Էլ եմ ասում, դա չի նշանակում, որ Բևերը խաղից դուրս է գալի։ 21 թվին ընտրություններին մեզ նկարելով դուրս թողեցին, բայց մենք շարունակել ենք մինչև օրս, տեսնում եք մեր ակտիվ քաղաքական գործունեությունը եւ ներսում եւ դրսում։ Ու ելի շարունակելու ենք։ Անհոգ եղեք, մենք ժողովրդին մենակ չենք թողնի, բայց ինչքան օրերը ձգվում են, այնքան շատ բան բացահայտվում է։ Ռուսամեդների մոդել, թրկահապատակների մոդել, նրանց մոդել եւ շատ բան է պարզվում եւ մեզ միասնություն պետք է ժողովուրդ։ Եթե չլինի այդ Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլը, ժողովուրդը կհավաքվի։ Եթե ժողովուրդը չհավաքվի, Թուրքիայի գործը հեշտ է լինելու։ Դաշնակին ջոկ կջարդի, Սասնածռերին ջոկ կջարդի, հա, հանրապետականին ջոկ կջարդի, նրան ջոկ կջարդի։ Իսկ այս ամեն ինչը այդ ժողովուրդը, որը այդ որ քաղաքական թիմերի աջակիցներ են, դրանց իրարից վանում են դրանց գլուխները։ Բոլորը միասին։ Տեսեք, մենք էլ ենք ասում, չէ՞, ամենազգային ուժը մենք, հա մենք ենք, ինչ անենք։ Լավ, մենք ենք ու ասենք, լավ, մենք 30,000 հոգի ենք, 40,000 հոգի ենք։ Լավ, մենակ մենք ենք 30-40,000 հոգով մենք Թուրքիայի դեմ ինչ ենք անելու։ Միլիոն է պետք, չէ՞։ Բայց այդ միլիոնը բաժանված է դաշնակի մեջ, հանրապետականի մեջ, նրա մեջ։ Հասկանում եք, այս բաներ կա։ Անդադ իրարից վանելով, չէ։ Դրա համար որ Ժիրայր Սեֆիլյանն ասում է նախկին նախագահները պետք է մի կողմ քաշվեն։ Դրա համար է ասում, բայց նախկին նախագահներին ձեռ չի տալի անկախ պետություն։ Անկախ Հայաստանը ես ձեռ չի տալի, որովհետև իրենք կդատվեն։ Դրա համար ոտնը կանգնել, ես ասում եմ Նիկոլի հետ անիծելու եմ, ես իրան մինչև չհաղթեմ չեմ հանգստանա։ Այսինքն ինքը գիտի, որ իրեն այնքան են ադում, եւ այդ ադելությունը ավտոմատ Նիկոլի մոտ սեր է դուսնում ժողովրդի մեջ։ Այսինքն ինչքան շատ խոսի Նիկոլին պատժելուց, հարվածելուց, սպանելուց, ժողովրդն ավելի շատ գնալու դեպի Նիկոլ։ Այսինքն ինքը դից աջակցում է Նիկոլին, որ իրեն ինքը գիտի, որ չլինի Նիկոլ, ինքն էլ չէ լինելու։ Կամ ինքը չլեր Նիկոլ չէր լինել, այդ մասին խոսել ենք, այդ կապը ասել եմ ոնց է լինում։ Ինչևից է միասնություն պետք է ժողովուրդ, իսկապես պետք է, որ կարողանանք թշնամուն դիմակայել։ Մնացավ